Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ տեխնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բաբայան։ Բարև։ Պարոն Բաբայան, նախընտրական շրջանը ինչ որ իմաստով կարելի է ասել ոչ ֆորմալ քարոզարշավը արդեն սկսվել է, տեսնում ենք ամենատարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ հանդիպում են իրենց աջակիցների հետ եւ ընդհանուր առմամբ դուք տեսնում եք գաղափարների շուրջ այսպես դիսկուս, քննարկում, թեկուզ գաղափարների շուրջ բանավեճ կռիվ ինչ որ իմաստով, թե ամեն ինչ կրկին պտտվում է անձերի շուրջ, սև ու սպիտակի շուրջ, նախկինի ու ներկայի շուրջ։ Եվ եթե այո, ապա դա խնդիր չէ։ Նախ կարծում եմ, որ նախընտրական շրջանը երբեք չի դադարել, անկեղծ ասած։ Որտեվ եթե մենք նայում ենք մոտավորապես քաղաքակիրթ երկրների օրինակով, այո, այնտեղ կա նախընտրական շրջան, երբ բոլոր միջոցներն են այսպես ասած արդարացվում, մնացած ժամանակում եւ իշխանությունը եւ ընդդիմությունը փորձում են ավելի առաջադիմական հարցեր բարձրացնել, որոնք բխում են երկրի շահերից։ Մեր մոտ ցավոք սրտի մենք այդ պատկերը չենք տեսել երբևիցե, որտեղ մեր մոտ հենց ընտրություններից հետո եւս սկսվում է նախընտրական շրջան, իրար փնովել, սևացնել, անձերին անդրադառնալ, այլ ոչ թե գաղափարներին ու մոտեցումներին։ Բայց կարծում եմ ի տարբերություն նախորդ տարիների այս տարվա ընտրությունը ես չի ասի գաղափարական, ես կասեի ունի քաղաքակրթական տարաձայնություններ։ Ինչով է դա պայմանավորված, պարոն Բաբայան, ինչ առաջարկների մեջ է այդ տարաձայնությունը։ Կարծում եմ հետևյալի մեջ է կայանում։ Գուցե շատերի համար ոչ այդքան գիտակցված, բայց ենթագիտակցության մեջ մենք ունենք երկու ուղղություն՝ պետություն թե գաղութ։ Բոլորը կարծես թե պետության կողմնակից են, ինքնիշխանության, ամուր պետականության, բայց երբ նայում ես թե ինչ են բերում որպես այդ պետության հիմնավորումներ, հասկանում ես, որ դրանք այդքան էլ հեռու չեն գաղութային մտածողությունից։ Վերջ-վերջո գաղութն են դասական գաղութը չի, որպեսզի ճորտ, ուրեմն ճորտատեր եւ այլն եւ այլն։ Իսկ ո՞րն է այդ գաղութային մտածելակերպը։ Ինչպես հասկանանք։ Գաղութային մտածելակերպը նա է, երբ դու առաջնորդվում ես ավելի շատ, ասենք ասեմ, ազգայնական գաղափարներով, այլ ոչ թե պետական։ Գաղութը ունի այդ խնդրեմը ազգը պահպանելու, ազգապահպանության ինքնության փրկության։ Այո, իհարկե դա կա եւ այդտեղ շատ մեծ դեր է կատարում, ուրեմն բոլոր գաղութին համապատասխան ատրիբուտները, որտեղ բոլոր դեպքերում դու գտնվում ես ուրիշ պետության ենթակայության տակ։ Բայց գաղութը ունի նաեւ, այսպես ասած, իր դրական կողմերը, քո ապահովությունը, քո անվտանգությունը ապահովում է ուրիշ մի երկիր, որը ուրեմն ունի այդ ֆունկցիաները կամ ամենայն դեպս ձև է անում, որ ունի եւ առաջնորդվում է քո շահերով։ Այսինքն այդ երաշխավորի ինստիտուտ, որի մասին հիմա շատ է խոսվում։ Նայեք, մենք հաճախակի խոսում ենք մեր Հայաստանում, որտեղ հայերի տոկոսային քանակը կարծեմ 95 թե 96% է, ազգապահպանության մասին եւ այլն եւ այլն։ Պետության մեջ դա չեն խոսում, դրա մասին չեն խոսում։ Պետությունը ինքը ապահովում է քո ազգային ինքնությունը, ավելին օտարազգիները, որոնք գալիս են խառամուսնական ինչ-որ հարցերով կամ տնտեսական որոշակի առավելված ենք վերջերս ենք տեսնում դա, Ռուսաստանից բազմաթիվ մարդիկ են գալիս նույն Հնդկաստանից, պետությունում նրանք դառնում են հայ, Հայաստանի քաղաքացի, սա է պետության էությունը, հայը, որ ապրում է Ֆրանսիայում, ֆրանսիացի է, հայը, որ ապրում է Գերմանիայում, գերմանացի է, պետությունը դա է, պետության կառուցվածքը, որով մենք իրականում երբեք չենք զբաղվել շատ լուրջ,
մենք բավարարվել ենք դրանով, որ մակում բարձրացել է մեր դրոշը, որ հնչում է մեր օրհներքը, մենք ունենք մեր զինանշանը, բայց մենք չենք պաշտպանում ինքնուրույն մեր սահմանները, մենք ինքնուրույն չենք որոշում մեր նույնիսկ արտաքին քաղաքականությունը, մենք չենք Հիմա էլ, պարոն Բաբայան։ Հիմա մենք կամաց այդ վիճակից դուրս ենք գալիս, դանդաղ ենք դուրս գալիս։ Նայեք, նույնիսկ պետության սահմանների պաշտպանությունը սա ևս շատ կարևոր ինստիտուտ է, ընդ որում գիտական ինստիտուտ է։ Համապատասխան մարմիններ են պետք, այդ մաքսային ծառայությունները, սահմանի պահպանությունը, ինչպիսի տեխնիկական միջոցներով է դա արվում, ոնց է, սրանք հատուկ մասնագետներ են պետք, որոնք մեզ մոտ երբեք չեն եղել, ինչպես ասենք, թե մենք հիմա առնչվել ենք մի պրոբլեմի հետ, հա, կամուրջներ կառուցելու ժամանակ, որ չունենք մասնագետներ։ Նույն ասենք, թե հիմա Մեղրիից դեպի Կապան գնացող այդ ճանապարհները, այնտեղ, եթե ես չեմ սխալվում, 6 շինարարական կազմակերպություններից 5-ը իրանական են։ Մենք չունենք դրա փորձը։ Սրանք շատ կարևոր ատրիբուտներ են պետություն կառուցելու համար։ Սեփական անձնագիրը, սեփական մաքսային ծառայությունները, բազմաթիվ սահմանապահ զորքերը եւ այլն եւ այլն եւ այլն։ Շատ կարևոր են այն կենտրոնական գործոնները, հա, ում է պատկանում էներգոցանց, ում է պատկանում գազային ցանց, ատոմակայանը, երկաթգիծը, ճանապարհները, ինչպես են այդ ճանապարհները կառուցվում ստրատեգիական վիճակից, արդյոք երբ դու կառուցում ես պետություն, քեզ չպետք է անհանգստացնի, որ քո բնակչության 1/3 ապրում է մայրաքաղաքում։ Արդյոք դա խնդրեմ չի, նույնիսկ անվտանգության տեսակետից։ Սրանք պետություն կառուցելու հարցեր են, որոնք յուրաքանչյուր պետություն իր համար գծում է, ինչպես դրան հասնի, բայց գնում է այդ ճանապարհով։ Մենք շատ մեծ ուշացումով ենք սկսել խոսել դրա մասին նույնիսկ, որովհետև սեփական փորձի վրա հասկացել ենք, ինչ ծանր հետևանքների է բերում, երբ որ դու ինքնուրույն չես լուծում քո պետականաշինության հարցերը։ Ես էլ չեմ ասում անվտանգության հարցերի մասին։ Ես կարծում եմ, որ այստեղ է ամենակարևոր Ադրբեջանը։ Եվ կարծում եմ, որ ընտրողները, որոնք կգնան ընտրության, առաջին հերթին պետք է այդ հարցին պատասխանեն։ Որ հարցին։ Մենք պետություն ենք ուզում թե գաղութ, որտեվ իրականում մենք չունենք պետությունում ապրելու փորձ։ Հարյուրամյակների շարունակ, հա, սեփական պետության մասին է խոսքը գնում։ Եվ մեզ հաճախակի փորձում են հրապուրել կիսապետություն, բայց իրականում գաղութային, այսպես ասած, սոցիալական լավ վիճակով։ Նայեք, հասարակ հարց։ Բազմաթիվ երկրներ, իհարկե դրանք ովքեր ունեին պետականություն, սովետական միության քանդվելուց հետո իրենց անկախության, այսպես ասած, հռչակագրերում կամ ընդունված, ասեն, որ իրենք շարունակում են առաջին իրենց կամ նախկին իրենց պետության ճանապարհը։ Եվ իրենցից ոչ ոք չճանաչեց այդ սովետական շրջանը որպես առանձին հանրապետություն, որտեղ դա կոչվում էր հանրապետություն, բայց անկախ սուվերեն պետության ատրիբուտները նա չուներ, ինչպես եւ մենք չունենք։ Մենք այսօր էլ, ընդ որում բոլոր կողմերից, ես նկատի ունեմ, եւ իշխանություն, եւ ընդդիմություն, նույն հաջողությամբ ասում ենք երկրորդ հանրապետություն, չէ՞, մենք համարում ենք, որ այդ սովետական միության մեր եղած սովետական սոցիալիստական Հայաստանը երկրորդ հանրապետությունն էր, նոր երրորդ հանրապետություն, հաճախակի բերում ենք այդ սովետական շրջանը որպես երանելի ժամանակներ։ Նայեք, նույնիսկ Գորբաչովին են մեղադրում, ասելով ինչ պետություն քանդեց, բայց չէ՞ որ այդ քանդելու արդյունքում, չգիտեմ հիմա ինչքանով է դա իր նախաձեռնությունն է եղել, ես կարծում եմ ոչ իհարկե, որտեղ այդ տնտեսությունը մրցակցային չէր եւ չէր կարող դիմանալ, բայց արդյունքում մենք ստացանք պետություն, մենք ստացանք, ասեմ, հնարավորություն պետություն կառուցելու։
Պարոն Բաբայան, բայց ինչու է, որ այնուամենայնիվ այդ խորհրդային միության կամ ինչպես ընդունված է անվանել սովետի ուրվականը մեզ է հետևում կամ մենք իրեն չենք ուզում բաց թողնել այսքան տարի հետո։ Ես կարող եմ զուտ իմ ենթադրությունը։ Երբ դու հրաժարվում ես ինչ-որ մի բանից, դու պետք է շատ կոնկրետ նկարագրես, թե ինչից ես դու հրաժարվում։ Նայեք, այն բոլոր երկրները, որոնք այսօր մենք անվանում ենք արդեն զարգացած երկրներ, հա, Արևելյան Եվրոպայի, նախկին սովետական միություն, ես նկատի ունեմ Մերձբալտյան հանրապետությունները, իրենք կատարեցին մի շատ կարևոր ակտ, որը կոչվում էր դեկոմունիզացիա, դեսովետիզացիա։ Իրենք բացեցին աչքերը մարդկանց, թե ինչ իրենից ներկայացրել այդ պետությունը, ինչ հակամարտկային սիստեմ է դա եղել։ Այլ ոչ թե փորձեցին դա թաքցնել եւ այսպես ասած ավագ սերնդի մարդիկ հիշելով իրենց երիտասարդությունն, իսկ երիտասարդությունը դա միշտ երջանկություն է, անկախ նրանից թե ինչ պայմաններում ես դա անցկացնում, բերել դա որպես այդ սիստեմի, ասենք ասեմ, ամենադրական կողմերը։ Մենք չարեցինք այդ աշխատանքը։ Մեզ հիմա հաճախակի մեղադրում են, որ մենք լյուստրացիա չարեցինք, չէ՞, բայց լյուստրացիայից առաջ անում են այդ դեկոմունիզացիա, դեսովետիզացիան։ Հասարակ օրինակներ բերեմ։ Երբ բացահայտվեցին փաստերը, թե ովքեր են եղել սովետական միության ղեկավարները, պարզվեց, որ Միխայիլ Կալինինը եղել է մանկապիղծ Հայաստանում, Դիլիջան քաղաքում, ամենակենտրոնական փողոցը Կալինինի անունով է։ Կամ Երևանում մենք ունենք Ամիրյանի պողոտա։ Ով է եղել Ամիրյանը, դուք գիտեք, հաստատ չգիտեք, եւ ոչ ոք չգիտի։ Ամիրյանը եղել է նախկին դաշնակցական, հետո արագ փոխվեց դառավ բոլշևիկ, մարդ, որը մի բառ չգիտեր հայերեն, որը Հայաստանում երբեք չէր եղել, Բաքինսկի ռաբոչի թերթի գլխավոր խմբագիրը 26 այդ Բաքվի կոմիսարներից մեկը։ Որպես ինչ ամենաշքեղ պողոտաներից մեկը Երևանում կրում է այդ մարդու անունը եւ բազմաթիվ նման փաստեր։ Մոսկվա կինոթատրոնը։ Թվում է, որ դա մանրուքներ են, դրանք մանրուքներ չեն, եթե դրանք լինեին մանրուքներ, այն երկրները, որոնք հրաժարվեցին, կատարեցին այդ դեսովետիզացիան, դեկոմունիզացիան, չէին զբաղվի դրանով։ Երբ որ խոսվում էր լյուստրացիայի մասին, լյուստրացիան ոչ թե նրա համար է, որպեսզի պախարակեն այն մարդկանց, որոնք ինչ-որ ձևով հատուկ ծառայությունների հետ կապված են եղել։ Լյուստրացիան նրա համար է, որպեսզի այդ մարդկանց այլևս չկարողանան օգտագործել վատ նպատակներով։ Բացահայտված է, երբ որ բացահայտված ասում է, լավ, ես ժամանակին եղել եմ այնտեղ եւ այն կենտրոնից ինձ այլևս հնարավոր չէ օգտագործել, որտեվ ինչպես են օգտագործում, ասում են կբացահայտեն քեզ։ Եվ այսօր էլ են այդպես օգտագործում։ Սա բացահայտված է։ Շատ բարի, բարձր պաշտոններ չի զբաղացնի, գուցե արտակարգ դեպքերում, եթե ունակությունները ներում են, դրանք կարող է զբաղացնել, բայց իրան այլևս որպես գործիք, գործակալ օգտագործել հնարավոր չի, որտեղ նա բացահայտված է։ Լյուստրացիան այդ իմաստում ունի։ Այսօր գործիքներ ու գործակալներ կան, ինձ թվում է կլինեն, ընդ որում որոնք օգտագործվում են։ Իհարկե կան։ Եվ սա պարզապես պրակտիկա է հատուկ ծառայությունների գործակալներ ունենալ ամենառադիկալ բաներում, շերտերում։ Գիտեք, ժամանակին ուրեմն, երբ որ ես աշխատում էի դիպլոմային աշխատանքի վրա, ես մեկնեցի Մոսկվա եւ այն հանրային գրադարանում Լենինի ստացա 3 օրվա իրավունք աշխատել որոշակի արխիվների հետ, որտեղ դա ինձ պետք էր զուտ իմ թեմայի համար։ Սենց մեծ ուրեմն դահլիճ է, որտեղ մարդիկ նստած են, ամեն մեկը բերում է, եւ ուրեմն կողքից նստածի մոտ ես տեսա Ռուսաստանում այսպիսի թերթ էր դուրս գալիս ցարական ժամանակ, որը կոչվում է «Ուտրա Ռասիի»։ Ես մարդը գնաց ինչ-որ ծխելու բան, ինձ հետաքրքրեց անկեղծ ասած, ինչով են զբաղված, այդ թերթում մարդ թե ապրել ամսին 17 թվականի տպագրվել էին ցուցակները, այսպես ասած, Ռուսաստանի հատուկ ծառայությունների
գործակալների տարբեր կուսակցությունների ղեկավար մարմիններում։ Եվ ես այդտեղ տեսա զարմանալի փաստեր։ Օրինակներ բերեմ, կար կադետներ, կոնստիտուցիոննի դեմոկրատ։ Գործակալները ղեկավարների շարքերում կազմում են մոտ 20%, էսերների մոտ սոցիալիստ հեղափոխականների 40%, բոլշևիկների մոտ 60%։ Ուրեմն ինչքան ավելի ռադիկալ էր կուսակցությունը, այդքան ավելի մեծ էր ներգրավվածությունը հատուկ ծառայությունների։ Դա պարզ էր, որպեսզի նախ հետևեն այդ շարժումներին, սրանք ռադիկալ են, սրանք կարող են ինչ-որ կայել, եւ ղեկավար են։ Դա սա բնական բան է, սա աքսիոմ է։ Սրա հետ պայքարելը ոչ թե լավամարդ լինել կամ վատամարդ լինելու հարց է, սա պետություն կառուցելու խնդիր է։ Եվ այն ինչ որ դու չես անում ժամանակին, դա հետո անդրադառնում է նաև այդ պետականաշինության վրա, երբ որ քո արխիվները հանձնում ես ուրիշ երկրին, ինչը կատարվեց մեր պայմաններում, այդ հատուկ ծառայությունների։ Մենք հիմա ուզենանք էլ չենք կարող դա բացահայտել։ Այդքան ասում են բացահայտել, բայց մոռանում են, որ մենք հիմնական մեր արխիվները ՊԱԿ-ի, ԿԳԲ-ի հանձնել ենք Ռուսաստանին։ Իսկապես դա էլ էր իմ համար նորություն։ Եվ դա եղել է մեր անկախության առաջին տարիներին։ Պարոն Բաբայան, հիմա նաև խոսույթ կա, գիտեք, խաղաղության եւ պատերազմի մասին, քիչ են վերջին օրերին հայտարարությունները, այդ մասին նաև վարչապետը խոսեց, որ որոշ ուժեր պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ, արտաքին գործերի նախարարը այդ մասին խոսեց, քաղաքական ուժի ներկայացուցիչները եւ դիսկուս կա առհասարակ խաղաղության ու պատերազմի շուրջ, բայց բոլոր ուժերը, որոնք հիմա հավակնում են գալ իշխանության, խորհրդարանում ունենալ իրենց տեղը, բոլորը խոսում են խաղաղության մասին։ Իհարկե տարբեր ձևակերպումներով, մեկը ասում է ուժեղ խաղաղություն, մյուսն ասում է երաշխավորված խաղաղություն, երրորդն ասում է ամենաուժեղ խաղաղություն։ Այսինքն, երբ որ մարդը փաթեթավորում է դա ուժեղ խաղաղությամբ, դու ինչպես հասկանալ կամ ինչպես հասկանալ առհասարակ այդ հայտարարությունը նույն վարչապետի, այդ քաղաքական ուժի իշխող, որ գալու են եւ պատերազմ բերեն։ Ովքեր են այդ ուժերը, դրանք ներքին ուժեր են, արտաքին ուժեր են, եւ ինչ դիսկուս է սա առհասարակ։ Գիտեք, ասենց ասեմ, անպայման չի, որ պատերազմը լինի ըստ ցանկության։ Պատերազմը որոշակի գործողությունների արդյունք է։ Գործողությունները որոշակի գաղափարախոսության արդյունք են։ Էլի անդրադառնանք պետություն հասկացողությանը, Երբ դու որպես գաղափարախոսություն ընտրում ես հավերժական թշնամի եւ հավերժական բարեկամ, դու արդեն այդ կոնցեպտի մեջ կոնֆլիկտ ես մտցնում։ Այդ կոնֆլիկտը արդեն վտանգավոր է պատերազմով։ Եթե կա հավերժ թշնամի եւ քո թշնամի գիտի, որ դու իր համար հավերժ թշնամի ես, ավելի շուտ ինքը քո համար հավերժ թշնամի է, ինչ են անում թշնամու հետ։ Ոչնչացնում են։ Մենք կարող ենք ասել, մենք քեզ համարում ենք թշնամի, բայց դու քեզ խելոք պահի, լավ պահի։ Դու խաղաղ պահի։ Մենք քեզ համարում ենք թշնամի, բայց քո հետ գնում ենք խաղաղության։ Առևտուր կանենք։ Երբեք նման բան չի լինում։ Պետք չի ոչ հավերժ թշնամի ընտրել, ոչ հավերժ բարեկամ ընտրել, պետք է նորմալ հարաբերություններ ունենալ բոլորի հետ, ընդ որում ոչ միայն հարևանների հետ։ Երկրորդը, այդ հավերժ թշնամին եւ հավերժ բարեկամը շատ վտանգավոր թեզ է, որտեվ դու թուլանում ես հավերժ բարեկամի մոտ, որը կարող է իրեն պահել կոնկրետ ինչ-որ մի ժամանակաշրջանում որպես թշնամի, բայց քանի որ քո ուղեղի մեջ մտած է, որ նա քո հավերժ բարեկամն է ու քո պաշտպանը, դու դառնում ես իր առջև անպաշտպան, որտեղ սովորում ես ամբողջ քո ուժերը եւ քո ուշադրությունը ինքնապաշտպանության այն հավերժ թշնամու առջև։ Ես կարծում եմ ինչ որ կատարվում է այսօր աշխարհում շատ լավ ցույց է տալիս դրա վնասակարությունը, որում մենք էլի այդքան ցենց ասեմ, այդքան ինֆորմացված չենք ամեն ինչի մասին։ Շատ քչեր օրինակ գիտեն, որ Իրանի սահմանադրության մեջ կա կետ, որով գրված է, որ պետք է ոչնչացնել Իսրայել, որ իսլամական հեղափոխությունը պետք է տարածվի բոլոր իսլամական երկրներում։
Եվ հիմա, երբ որ նայում են, թե ինչ է կատարվում եւ ինչպես է ստացվում, որ նաեւ կոնֆլիկտ կա ոչ միայն Իսրայելի ու Իրանի միջև, այլ Իրանի եւ արաբական երկրների միջև, չեմ պատկերացնում, թե ինչի պատճառով է դա եղել։ Գաղափարախոսությունը բերում է գործողությունը բերում է պատերազմի։ Մենք ասում ենք հաճախակի, շարունակենք այս թեման, հա, որտեղ այս բանը շատ արտարծվում հիմա։ Դե ոչինչ, լավ, հիմա եկեք մենք ուժեղանանք, հզորանանք, հետո մեր հարցերը կլուծենք։ Չսահմանափակվենք եղածով։ Մենք հիմա հələ որ ուժեղանանք, հետո կլուծենք այդ հարցերը, կվերադարձնենք այս կամ այն։ Ընդ որում ասում է բացի բաց։ Հիմա վերցնենք հակառակորդին չլսում։ Սրանց նպատակը ուժեղանալ եւ եւս դիմել ուրեմն պատերազմին։ Ուրեմն ինչ է պետք անել, թույլ չտալ որ ուժեղանան։ Դա բնական, նորմալ, տրամաբանական մտածողություն է, չէ՞։ Եթե դու բացահայտորեն հայտարարում ես, որ դու կուժեղանաս ու կհարձակվես, ուրեմն պետք չի քեզ ուժեղանալ։ Ես մի երկու օր առաջ մի հարցազրույցում ասացի, մեր ընտրությունը այսօր շատ այնց նմանեցնում Գերմանիայի ընտրությունը։ Ինչով, բանական։ Ասեմ, առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան ընտրեց ռևանշի ճանապարհը։ Ու իշխանության եկավ Հիտլերը։ Կվերադարձնենք մեր հողերը, այնտեղ ապրում են գերմանացիներ, ու եկավ երկրորդ համաշխարհային պատերազմը։ Եվ Գերմանիան երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որը չընտրեց ռևանշը, որը ընտրեց զարգացման ճանապարհը։ Ասեց սրանք են իմ սահմանները, ես այստեղ կկառուցեմ հզոր պետություն եւ կառուցեց Եվրոպայի ամենահզոր տնտեսությունը, ամենաբարգավաճ պետությունը։ Որ ճանապարհն է ճիշտ։ Սա մենք պետք է ընտրենք հիմա։ Այսինքն սա է նաև մեր համար ընտրությունը։ Ես կարծում եմ այո։ Ինչ ենք մենք հիմա ընտրում։ Մենք կընտրենք ռևանշի ճանապարհը։ Հիտլերն էր բերեց հզորացման եւ այլն, բանակ էս կողմեկում ու հարձակվեց, որպեսզի վերադարձնի այն հողերը, որ իր մոտից խլել էին առաջին համաշխարհային պատերազմի պարտությունից հետո։ Գերմանիայի երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ղեկավարները գնացին ուրիշ ճանապարհով, ինչպես եւ Ճապոնիայի, ինչպես եւ Իտալիայի։ Ես ասում եմ այն երեք պետությունների անուններն տալիս, որոնք պարտություն կրեցին երկրորդ համաշխարհային պատերազմում, բայց արդյունքում դարան հաղթող, որտեղ նրանք հիմա ամենազարգացած երկրներն են, իսկ այն երկիրը, որը ինքն իրեն վերագրեց մեծագույն դերակատարում երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակ կրեց, այսօր չկա, խոսքը գնում է սովետական միության մասին, իսկ իր ուրեմն ժառանգորդը մենք տեսնում ենք ինչ վիճակում է գտնվում։ Ուրեմն այս հաղթանակ ու պարտությունը շատ հարաբերական է, նայած որտեղ ես դու տեսնում քո հաղթանակը։ Ոչ ոք չի ուզում լինել, մնալ, ես դա նսեմացնող է հանգամանք է պարտվածի դերում։ Բոլոր ուզում են լինել հաղթող, դա բնական բան է, դա մարդու համար էլ է բնական, ազգի համար էլ, բայց որտեղ ես դու տեսնում քո հաղթանակը եւ որտեղ ես տեսնում քո պարտությունը։ Որտեղ է մեր հաղթանակը եւ որտեղ պարտությունը։ Եվ մեր պարտությունից հետո արդյոք մենք ներսում էլ հիմա չենք պարտվում, պարոն Բաբայան, նկատի ունեմ այս ատելության խոսքը իրար հանդեպ էս վերաբերմունքը, այսինքն պարտությունից հետո մի քիչ ավելի շատ պիտի իրար չսիրեինք, որ մեր հաղթանակ էլի նկատի ունեմ։ Հիմա եթե գերմանացիների պես ազգ դա չհասկացավ առաջին համաշխարհային պատերազմից հետո, կներեք, մի ազգ, որ այդքան փիլիսոփաներ է տվել հրաշալի։ Պարտությունը թուլության մեջ է։ Ատելությունը թուլության նշան է։ Երբ որ մարդը թույլ է, նա փորձում է իրեն ուժեղացնել ատելությունով։ Իրեն թվում է, որ ատելությունը դա ուժ է։ Իրականում ոչ իհարկե։ Մեր հաղթանակը կլինի այնտեղ, երբ մենք փորձենք տեղափոխվել այն կարևորագույն քաղաքակրթական դաշտը, որը ապահովում է երկրի առաջընթացը եւ զարգացումը։ Մի համակարգ, որտեղ մարդը մեծագույն արժեք է։ Մարդու ազատությունը մեծագույն արժեք է։
պետությունը հիմք է, որի, ասենց ասեմ, որի գլխավոր սյուների մասին բանավեճ չի գնում։ Նրանք ընդունելու են բոլորի համար, որտեղ պետությունը բոլորինն է։ Որտեղ մենք չենք ասում, մեզ թույլ չենք տալիս ասել ձեր երկիրը։ Ես աշխատել եմ շատ տարբեր ժամանակներում, հա, եւ սովետական միության ժամանակ եւ առաջին, երկրորդ, երրորդ նախագահից հիմա շատ տարբեր են եղել իմ վերաբերմունք այդ ղեկավարների հանդեպ, բայց դա միշտ եղել է իմ երկիրը։ Նույնիսկ մի հատ օրինակ բերեմ, մեր թատրոնից 98 թվականին, երբ ես դարձա թատրոնի ղեկավար, թատրոնն էր ընդունված հաճախակի ինչ-որ դերասաններ, ասում են ձեր թատրոն, հենց առաջի ժողովում ես ասացի, ով որ գոնե մի անգամ կասի այդ բառը, ձեր թատրոնը, կգնա կման գա իր համար իր թատրոնը։ Սա մեր թատրոնն է։ Դուր չի գալիս ինչ-որ բան, եկեք լավացնենք, եկեք փորձենք։ Բայց հենց որ մենք թույլ ենք տալիս մեր ուղեղում ձևավորվի այդ նախադասությունը, ձեր երկիրը, մենք այլևս իրավունք չունենք որևէ բանով խառնվել այս երկրի մեջ, գնա մանարի քո համար քո երկիրը։ Եթե քո երկիրը կամ ձեր երկիրը կապված է նրանից, թե ով կլինի իշխանության, ուրեմն դու ընդհանրապես իրավունք չունես խոսել երկրի անունից եւ որոշել այդ երկրի բախտը։ Այսինքն անձերով ենք դեռ պայմանավորում։ Ես ճիշտ եմ հասկանում։ Իհարկե, մենք ընդհանրապես նայեք, ինչով ենք մենք հաճախակի առաջնորդվում, երբ դուք ասացիք, հա, անձերով։ Ինձ դուր չի գալիս, ասենք թե վարչապետը։ Ու ինձ դուր չի գալիս այն ամեն ինչ որ նա անում է։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է անձերով։ Կամ ինձ դուր է գալիս, եւ ինձ դուր է գալիս ամեն ինչ որ նա անում է։ Այդպես չի լինում։ Մենք յուրաքանչյուրս մարդ ենք, մենք ունենք եւ դրական եւ բացասական կողմեր, եւ մեր ոչ բոլոր բացասական գործերը հիմնավորվում են նրանում, որ մենք ուզում ենք վատություն անել, ոչ, մենք սխալական ենք, ինչպես յուրաքանչյուր մարդ, իդեալական մարդ չկա։ Բայց երբ մենք նման մոտեցումով ենք, առաջ, չգիտեմ, այս դպրոցները ուրեմն կառուցվել են վարչապետի ժամանակ, դա վատ է։ Կամ այս բանը կառուցվել է կամ կառուցվել է իր ժամանակ, ուրեմն ամեն ինչ լավ է։ Այդպես չի, ինչ որ բան լավ է, ինչ որ բան վատ է։ Ընդ որում այդ ամեն ինչը վատ է ու լավ է, մենք էլի հասկանում ենք ժամանակի ընթացքում։ Բազմաթիվ սխալներ են չէ տեղի ունեցել։ Վերջերս չէ, մի անգամ բան ասեց, որ մենք իրականում մինչև 20 թվականը վարել ենք նույն քաղաքականությունը։ Գաղափարական տեսակետից, ինչպես անցյալում, դա վնաս է տվել, իհարկե վնաս է տվել։ Հասկացել ենք դա, որոշակի մարդիկ հասկացել են, որոշակի մարդիկ ոչ, որոշակի մարդիկ մեր պարտությունը ոչ թե կապում են այդ մեր, ասենց ասած, ազգային մտածողության հետ, չնայած չեմ կարծում, որ դա ազգային մտածողություն է։ Այլ կապում են պարզապես սա դավաճան է, սա շատ հեշտ է։ Ես մեղավոր չեմ, ես մեղավոր եմ, ես Ռուբեն Բաբայանս մեղավոր եմ։ Եթե զոհվել են այդքան երիտասարդներ, եթե մենք կորցրել ենք Ղարաբաղը, ես մեղավոր եմ։ Եվ կարծում եմ, երբ որ ես ասում եմ ես մեղավոր եմ, ես հասկանում եմ, որ ինչ անեմ ես, որպեսզի այդ սխալը չկրկնեմ։ Եվ այսօր ես բազմաթիվ հարձակումների եմ ենթարկվում միայն մի բանի պատճառով, ես չեմ ուզում հարմարվել հանրային այդ ուրեմն տարածված կարծիքներին, որոնք իրենց մեծ կրում են հայրենասիրության եւ ազգասիրության բաներ, ոչ։ Ինձ այդքան շատ ժամանակ չի մնացել, որպեսզի ես կարողանամ դեռ ինչ-որ դեպ փորձեմ հարմարվել, չեմ ուզում հարմարվել։ Առավել ես քաղաքական գործիք չեմ, ինձ բացասակապես չի հետաքրում քանակը մարդկանց, որոնց համար հաճելի կլինի իմ խոսքից, հետաքրում է իրենց որակը։ Իրենց հետ երկխոսության մեջ մտնելը, կիսվելը, գուցե շատ բան հասկանալը, որտեղ ես երբեք չեմ մտածել, որ ես ուրեմն դա գիտեմ ճշմարտությունը վերինատյանում ու կարող եմ մատուցել։ Մենք հա կկրկնենք մեր
նախկին սխալները եւ դժբախտությունները, եթե չփոխենք ինքներս մեզ եւ չփոխենք այն միջոցները, որոնցով մենք հասել ենք այս վիճակին։ Որոնք են այդ միջոցները, պարոն Բաբայան։ Եվ եթե օրինակ, քանի որ խոսեցինք արխիվներից ու դուք ասացիք, որ KGB արխիվները ամբողջությամբ փոխանցվել է օրինակ Ռուսաստանին Խորհրդային Միության փլուզումից հետո։ Եթե այդ արխիվները բացված լինեին, այսօր այլ պատկեր կունենայինք, թե դա մեծ բան չէր փոխի ընդհանուր առմամբ։ Լյուստրացիա լիներ, ինչպես դուք եք ասում։ Սկսեմ երկրորդ հարցից, հա, հետո կանդրադառնանք առաջին հարցին։ Դա շատ կարևոր է, որ այդ բարոյական գնահատականը այն համակարգի, որտեղ մենք ապրում ենք, պիտի տրված լիներ եւ պիտի ընդունելի լիներ հանրության կողմից։ Նայեք, մենք հաճախակի մարդուն, ցենց ասեմ, դատապարտել անցալում ենք զուտ միայն որպես բանտ նստացնել։ Կան դեպքեր, չէ, որ ասենք թե մարդը համարվել է մեղավոր, բայց ինչ որ ժամանակ անցել է եւ ուրեմն իրեն հնարավոր չի նստացվել։ Այդ դա պատիժ չի, որ քեզ ճանաչել են մեղավոր, որ դու գող ես։ Հա, բան չեն նստացրել։ Բայց նորմալ հասարակության մեջ այդ պիտակը քո վրա կա։ Այդ բանտ նստացնելը ինչ որ մի քիչ մեջ է բանկը, էլի, ցենց շատ ագրեսիվ ցանկություն կա անպայման տեսնել բանտում։ Եվ չկա դրա մեջ արժանապատվություն, որ մարդը ամաչի, հա, ես բանտում նստած չեմ, բայց ես այդ բանի տակ եմ գտնվում, այդ պիտակի տակ եմ գտնվում, որ ես գող եմ, որ ես կաշառակեր եմ, որ ես կոռուպցիոներ եմ, որտեվ հանրությունը մերժում է։ Իսկ հանրությունը հաճախակի չի մերժում, ասում է դե մարդ այլ ով լիներ իր տեղը չեր ան ընտանիքա պահում, ման անում հարազատներին ակերակրում եւ այլն բաներ։ Հանրության վերաբերմունքը հանցանքի հանդեպ, անբարոյականության հանդեպ պետք է լինի կարծում շատ ավելի ուժեղ, քան դատարանի ասած բանտ նստացնելը։ Այդ պատիժ կրելը, պատիժը պետք է լինի բարոյական առաջին հերթին, որտեվ եթե չկա այդ բարոյական պատիժ, այն մնացած բանտում նստելը, բանը դա պարզապես բավարարում է այնց ամենա ասենք ասում ճղճի ուրեմն ցանկությունները տեսնել ինչ որ անպայման բանտում։ Այս մեկ Երկրորդը, ինչ մենք չենք արել։ Հա, լյուստրացիա, այդ պակ նաև ասացիք արխիվները, որ Ռուսաստանում են հիմա, դա ինչ կփոխեր։ Դա փաստ է, ես չգիտեմ ամբողջը, երևի ամբողջի չի իհարկե, բայց երևի շատ կարևոր ուրեմն արխիվները, որոնք կապված են շատ հավանականագործակալների ուրեմն ցանցի հետ, որտեղ առաջնային դա է եղել։ Ելեմ կգում, մենք չենք սկսել կառուցել պետություն։ Այո, մենք չգիտենք դա ինչպես է արվում։ Մենք դրա փորձը չունենք։ Բայց եթե ինչ-որ մի բանի փորձը չունես, ուրեմն պետք է սովորես։ Պետք է կարողանաս, ուրեմն նրանցից ովքեր այդ փորձ ունես, ինչ-որ մի գիտելիքներ ստանաս։ Մեր Թշնամի երկիրը, հակառակորդ երկիրը բազմաթիվ ուսանողների էր ուղարկում սովորել լավագույն ուրեմն եվրոպական եւ ամերիկյան համալսարաններում, հետո բերում էր, օգտագործում էր եւ իսկապես նրանք ստացան դա։ Փոխեց իր բանակը, սովետական բանակից դարձրեց ՆԱՏՕ-ի սկզբունքով աշխատող բանակ, որը մենք եւս չարեցինք։ Մեր համար եւս որպես բանակի իդեալական ռոմանտիկ չափանիշ մնաց ֆիդայությունը։ Այդ ենք չանում ենք, վերջ-վերջո։ Արդյունքում պարտվեցինք, ինչպես պարտվում է յուրաքանչյուրը, ով ժամանակից հետ է մնում, ով չի զբաղվում նրանով, ինչով պետք է զբաղվի, ով իր հույսը անվտանգության կապում է ուրիշ երկրի հետ, մոռանալով, որ երկրները մարդկանց պես են, ինչքան էլ դուք չհամակրեք ինձ ձեր անձնական շահը, ձեր համար շատ ավելի կարևոր է, եւ դա բնական է։ Ալտրուիստներ չկան առավել եւս պետությունների մեջ։ Եվ եթե պետք է հանուն ինչ-որ բանի զոհաբերել Հայաստանը, իսկ հետո մենք հասկացանք, որ Ղարաբաղը, իսկ հետո մենք հասկացանք, որ այդ հանուն ինչ-որ բանը շատ լուրջ թեմա էր, չէ՞։
պատրաստվում էր Ուկրաինայի հետ պատերազմ, պետք էր ճանապարհներ, հասկանալի էր, որ կլինեն ուրեմն պատժամիջոցներ, շրջանցելու ճանապարհներ եւ այլն, դնում են գցում, բռնում են, հաշվում են եւ այլն, ասում են, հա, լավ, էս կտանք ձեզ։ Իսկ դուք կտակ մնացածը մեզ, որպեսզի մենք հանգիստ կարողանանք շնչել ու ապրել։ Եվ դու կանգնում ես շիվարած ասում ես ո՞նց թե։ Իմը կտակ, հա, բայց դու քո ինչով ես պահել, ինչ ես արել, որ պահես։ Պահել ու մենակ զորք պահել, չէ, հաղթանակ, երբ որ ասում ենք, եթե դու չես հասել մինչև Բաքու, այնտեղ կապիտուլյացիա չի ստորագրվել բանը, ուրեմն այդ հաղթանակը պետք է ինչ-որ ձև ստանա նորմալ։ Եթե դու բարձրացրել ես հարցը որպես ինքնորոշման հարց, ապա ինչ են նշանակում ուրեմն, այսպես ասած, ազատագրված տարածքները, որոնք դեռ հետո բռնել մցրել ես քո սահմանադրության մեջ, քո պետության մեջ, ում ես ուզեցել խաբել աշխարհին, այդ բանը, որ մենք կգցենք, մենք մի բան կասենք, բայց ուրիշ բան կանենք, մի բան կգրենք, բայց ուրիշ բան կանենք, այդ մանր, ասենց ասեմ, չեմ ուզում վիրավորել մարդկանց, որտեղ առևտրականը դա լավ մասնագիտություն է եւ ազնիվ մասնագիտություն է, բայց այն բաներին էլի վատ առևտրականներին էլի, որոնք իրենց ամբողջ առևտուրը կատարում են խաբելու վրա։ Ստեղ կխաբեմ, ստեղ մի քանի բան պակաս կկշռեմ, ստեղ մի քիչ շատ կհաշվեմ, ստեղ անորակ կփորձեմ դնել, որ գիտեք, այս բերում ենք դարձնում ենք արտաքին քաղաքականություն, այս բերում ենք դարձնում ենք պետականաշինություն, ում ենք խաբում։ Եվ երբ որ վերջում հասկանում ես, որ խաբել ենք միայն մենք ինքներս մեզ։ Ինքնախաբեությամբ է այո, որտեղ ոչ ոք չի խաբվել։ Բոլորը դիմացել են, ասում են դե լավ, այս մարդիկ շատ են խաբում, սենց կանենք։ Հիմա խաբում ենք ինքներս մեզ, թե ազնիվ ենք մեզ հետ, պարոն Բաբայան։ Ես ընդհանրապես չեմ սիրում անկեղծ ասած խոսել բոլորի անունից, եւ կարծում եմ դա ճիշտ է։ Տարբեր ենք։ Նոր բան չի, երազանքների մեջ ապրել ավելի հաճելի է կարծես։ Ավելի դժվար է իհարկե, երբ որ այդ երազանքները պայթում են, հանդվում են, բայց մարդիկ սիրում են մի քիչ երազանքների մեջ ապրել։ Դա բնական է, որովհետև մենք այդպես ենք կառուցված։ Մեր կյանքի մի մասը երազանքներ են, եւ դա, երբ որ դու հասկանում ես, որ դա այն կարևոր մասն է, բայց ոչ հիմնականը, որով դու պետք է առաջնորդվես, դա վատ չի։ Երբ որ այդ երազանքները սկսում են գերիշխել իրականությամբ, դա վտանգավոր է։ Մի մասը այդպես, մի մասը կարծում եմ լավ դասեր քաղեց անցյալից, որտեվ իրականում ողբերգությունները, դժբախտությունները եւ պարտությունները նորմալ մարդկանց դարձնում են ավելի իմաստուն։ Դու սկսում ես ավելի շատ գնահատել այն իրական ինչին դու կարող ես հասնել, ինչ կարող ես հասնել եւ ամենայն դեպս փորձում ես չկրկնել նույն սխալները, որտեղ եթե դու սխալների պատասխանատու գտնում ես քեզնից դուրս 100%-ով կկրկնես։ Ստեղ ժամանակի հարց չի, դեք սեպտեմբերին կլինի, հունվարին կլինի, թե դեկտեմբերին կլինի։ Բայց եթե դու շարունակես այդ գաղափարախոսությամբ ապրել, մշտական թշնամի եւ մշտական բարեկամ, դա հաստատ կլինի, որտեվ ֆրանսիացիները ունեն շատ լավ ասացվածք, ասում են ծնողները կերել են խաղող, երեխաների մոտ ցավում են ատամները։ Սա տենց է, կյանքը տենց է։ Եվ սրա մասին պետք է 1000 անգամ մտածել, որտեվ այն սխալները, որոնք մենք կատարում ենք մեր կյանքում, այդ սխալների համար պատասխան են կրում մեր երեխաները։ Սա ամենահավոր բանն է։ Հաճախակի ոչ մենք, այլ մեր երեխաները։ Ուրեմն ինչքան անտարբեր է պետք լինել հիմնական սեփական երեխաների հանդեպ, որպեսզի գնաս նույն ճանապարհով ու կրկնես այդ սխալը։ Պարոն Բաբայան, եւ վերջում ամփոփելով հասկանանք ինչու է այսքան մեծ սևեռվածությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին հատկապես ամենատարբեր կերպ են բնորոշում։ Մեկ ասում են դրանք աշխարհաքաղաքական նշանակություն ունեն, պատմաքաղաքական նշանակություն ունեն։ Ինչով է պայմանավորված այսքան կարևորելը հատկապես այս տարվա ընտրությունները խորհրդարանական եւ ըստ ձեզ ինչի մասին են լինելու այդ ընտրությունները։ Թե մենք խոսեցինք, բայց նաեւ վերջում կուզենամ ամփոփել։ Եմ ասում, սրանք լինելու են քաղաքակրթական ընտրություններ։ Հուսով եմ, անկեղծ ասած,
բացարձակապես չի ուզի տեսնել ուրեմն անձերի ընտրություն։ Առավել ևս չի ուզի տեսնել մի քանի փրկիչի ուրեմն պայքար, անկախ նրանից ով որ դա փրկիչ չկա։ Կա սթափ մտածողություն, ինչ է շահում, ինչ է կորցնում, ինչքանով է անվտանգ դառնում այս երկիրը։ Արդյոք մենք ուզում ենք այս պետության հետ կապել մեր ապագան։ Եվ ևս մի շատ կարևոր բան իմ համար ամենայն դեպս։ Որն է քո հայրենիքը։ Կարևոր հարց է։ Շատերն են խոսում արդեն հայրենիք, պետություն, ինքնություն, ինքնության փրկություն։ Որն է քո հայրենիքը։ Մենք երկար ժամանակ եւ շատերը նաեւ չի ասում հետամասնություն, բայց շատերը նաեւ հիմա սա չեն համարում հայրենիք։ Ոնց չէ, ինչ փոքրիկ բան։ Այ հայրենիքը սովետական միություններ կամ հայրենիքը Սևրի պայմանագիրներ կամ հայրենիքը ուրեմն բաններ Տիգրան Մեծի Հայաստանը, ծովից ծով։ Հայրենիքը նա է, որը դու պաշտպանում ես եւ որը պաշտպանում է քեզ, որի հետ դու ունես շատ գործնական ոչ թե հուզական հարաբերություններ։ Դու ունես պարտավորություններ պաշտպանել այդ հայրենիքը, մուծել հարկեր այդ հայրենիքում, ենթարկվել օրենքներին, սովորել պետական լեզուն այդ հայրենիքի եւ դրսեւորել նաեւ յուրաքանչյուր հայրենակցի հանդեպ համապատասխան վերաբերմունք, որտեղ նա ունի ուրիշ հայացքներ, միանշանակ, չկա երկու մարդ, որ նույն հայացքներ ունեն, նույնիսկ նույն կուսակցությունում համախմբված թվում է, բայց մենք քաղաքացիներ ենք, մենք այս երկրի քաղաքացիներ ենք, եւ այնպես ինչպես մենք միավորվում ենք, երբ վտանգ է սպառնում մեր երկրին, իսկ մենք դա տեսել ենք, մենք պետք է հասկանանք, որ դա, ասենց ասեմ, մի րոպեանոց կամ մի որոշակի ժամանակի հարց չի, այդ միավորվելը հանուն հայրենիքի, մշտապես պահենք բոլոր տարաձայնությունները, լուծենք այդ տարաձայնությունները ընտրություններով, բայց հասկանանք, որ երբ մենք իրար վիրավորում ենք եւ երբ մենք իրար ատում ենք, մենք այրում ենք այն կամուրջները, որոնց շնորհիվ սա դառնում է պետություն։ Մենք հաճախակի հիմա խոսում ենք, չի ասենք թե ուրիշ երկրների հետ կարողանալ բարի դրացիական հարաբերություններ ստեղծել, գործնական եւ այլն։ Որպեսզի մենք դա կարողանանք անել, մենք առաջին հերթին դա պետք է անենք մեր երկրում, մեր մեջ։ Շնորհակալ եմ, պարոն Բաբայան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էր, կհանդիպենք։